Երկրորդ նախագահը տեղություն շտկման կարեկցիա է ենթարկել իր արտահայտությունները, երևի փորձագետներին լսելուց հետո, որ ասենք մեղադրել է հայկական իշխանություններին, ինքը հայ ժողովրդին էր ասում, հայերն են մեղավոր, հայերը, այնտեղ իշխանություն, այո, կոնկրետ չկար, լավ է, որ լսում է եւ ուղղում է իր սխալները, բայց դա կապ չունի, գիտեք, հայ ժողովուրդը ներկայացնում են Հայաստանի իշխանությունները։ Այն ժամանակ, երբ որ հիշեք Զարուհի Փոստանջյանը կարծեմ, ի դեպ հիմա շատ սխալ դիրքորոշում է իմ կարծիքով նա ворթեգրել, ասում էր, բողոքում էր Եվրոպայում, որ Սերժ Սարգսյանը խաղացող է, խաղամոլ է, որ ժողովրդավար չի, ասում էին մեր ներքին հարցերը մի տարեք դա վարկաբեկում է, իսկ հիմա իրենք իբրև թե Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, բայց դա Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ է կապվում, Ալիևը չի շատ նույնիսկ խորանալու ինքը ում նկատի ունի, կասի տեսեք ագրեսոր է, նույնիսկ իրենք են ընդունում, որ ագրեսոր։ Ես ձեզ ավելի տարօրինակ բան ասեմ, եթե նույնիսկ մենք հրահրած լինեինք, իհարկե դա հեքիաթ է, պատկերացնեք որևէ ադրբեջանցի ղեկավար ասել, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, ես այդպիսի բան չեմ պատկերացնում, իհարկե դա նոնսենս է, արդեն անդրադարձել են, որ քայլ Ռոբերտ Քոչարյանն ինքը գիտի, որ սիրված չի հայ ժողովրդի կողմից, որ երկու անգամ չի ընտրվել, մեկ անգամ Ստեփան Դեմիրճյանն է պարտվել, նախորդ անգամ հորն է պարտվել, նա իր հեղինակության մասին չի մտածում, իրեն առավել կարևոր է արտաքին պատվիրատուների եւ հովանավորների գնահատականը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, դե նա ավելի մեղմ է փորձում խոսել, չնայած նույն սխալը կրկնում է, երբ էշ է անվանում, կներեք իհարկե, մի ամբողջ ժողովրդի, որը գնացել Նիկոլ Փաշինյանին է ընտրել, իհարկե այդտեղ չի ասում, որ իր մեղքը, որ ժողովուրդը պատրաստ էր Նիկոլ Փաշինյանին ընտրել, որին ի դեպ ճանաչում էին մինչ այդ այնպես չի տենց շատ բարձր հեղինակություն, իսկ մեծամասնականով հիշում եք, չկարողացավ հաղթարել Շեմը անցնելու ազգային ժողով, մալացիա Սեբաստիան, բայց ժողովուրդը այնքան էր հոգնել են Սերժ Սարգսյանի իշխանությունից, որ Աշոտյանի ասած ձողներ կընտրվեր վարչապետի պաշտոնում։ Իրենց սխալները ընդհանուր առմամբ փորձում են բարթել հայ ժողովրդի վրա, չեն ուզում ընդունել իրենց մեղքերը։ Ինչ վերաբերում է հետ վերադարձին, գիտեք, ես ռեալ չեմ համարում հետ վերադարձը, այլ հարց է, որ այս իշխանությունների սխալ քաղաքականության շնորհիվ քաղաքական դիակներից 0 քաղաքական ուրեմն ուժը, այո, դարձել է գլխավոր ընդդիմադիր, մեկը ում մեղադրում էին հենց նույն իշխանությունները Հայաստանը թալանելու, մարդասպան, հիմա էլ ազգային ժողովի մարդասպանության մեջ ամենալուրջ մեղքերի մեջ մեղադրում են, բայց նրան դարձրել են, իրենք են դարձրել, որովհետև չկա օրենք, չի հաստատվել, հիմա էլ սերնդե փոխանցվում քաղաքական թիմի ղեկավար Սերժ Սարգսյանն առանձին է պայքարում իր տեղի համար ընդդիմության լիդերի շարքում, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ, Սերժ Սարգսյանը մտածում է ես ինչի չպետք է վերադառնամ։ Հիմա թեկուզ ընդդիմության այդ տեղերի համար իրենք կկարողանան ապահովել իրենց տեղերը։ Եթե Նիկոլ Փաշինյանը օրենքը չհաստատի երկրում եւ շարունակեն այս լարվածությունը բևեռացումը, նորքի դեպքերը, չխոսենք Վագն Ալեքսանի հետ կապված, այն հատվածը, որը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, սա ինադուի քաղաքականություն, նախորդ օրն էլ ասացի, քաղաքական տերմին չի քաղաքագիտական, բայց այդպես ինադուի տերմինով կարող են գնալ ընտրել Ռոբերտ Քոչարյան, իհարկե դա մեծամասնություն չի լինի, բայց էլի կապահովի տիտուլային ընդդիմության դերը խորհրդանում։ Դուք Քոչարյանի հայտարարությունների հետ կապված համեմատություն տարաք Ադրբեջանի հետ, ասացիք, պատկերացնում եք Ադրբեջանում գտնվի մեկը, որ ասի ադրբեջանական կողմն է հրահրել, բայց այստեղ կասեն Հայաստանում ժողովրդավարություն է, Ադրբեջանում բռնապետություն, սա մեկ, սրա մասով ձեր դիտարկումները, երկրորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները արդյոք ենթադրում էին իրավական գործընթացի ձեռնարկում մեկնարկ։ Այսօր էլ լսում ենք ազգային ժողովի նախագահին Ալեն Սիմոնյանը ճիշտ է իր անձնական կարծիքն է հայտնում, բայց ասում է Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոն է։ Ուզում եմ հասկանալ, լավ ժողովրդավարությունից է, որ այս մարդիկ այսպիսի հայտարարություններ են անում եւ չեն պատժվում եւ իշխանությունը այսպես հանգիստ կարող է նրանց ընդամենը շպիոն անվանել եւ վերջ։ Շատ ճիշտ հարց եք տալիս, երբ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին ինչու չի նախորդ իշխանությունների հետ կապված օրենք հաստատում, ասաց ժողովրդավարական երկիր ենք, ով ուզում մասնակցում է, ով ուզում է ոչ։ Իրենք ժողովրդավարությունը անարխիայի հետ են շփոթում, ժողովրդավարություն չի նշանակում, որ երկրում օրենքը չի աշխատում։ Այսինքն երկրի ղեկավարությունը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին գործական լինելու, մարդասպան լինելու, երկիրը թալանելու մեջ եւ ասում է դա ժողովրդավարություն է։ Դուք պատկերացնում եք ԱՄՆ-ում, ասենք, այսպիսի օրինակ, հիմա դեմոկրատներին ընդդիմություն անվանենք, իմանան, որ
դեմոկրատների ղեկավարը երկիրը թալանել է, մարդ է սպանել եւ ասեն դե ժողովրդավարությունն է, նորմալ է, այսինքն դա չի տեղավորվում ժողովրդավարության սահմաններում։ Ինչ վերաբերում է ով ուզի կարծիք կարտահայտի, ներողություն կա պետական դավաճանության վերաբերյալ հոդված, ուրեմն եւ եթե երկրի ղեկավարը տվյալ երկրին առանց որևէ հիմնավորումների, նույնիսկ եթե հիմնավորումներ ունի, դա մի կողմ, առանց որևէ հիմնավորումների մեղադրում է, որ մենք ենք մեղավոր, որ պատերազմ սկսեց, սա լրիվ տեղավորվում է պետական դավաճանության մեջ, այսինքն նորմալ երկրում ժողովրդավարական հենց նույն երկրում իրավական գործընթաց կնախաձեռնվի եւ հետևանքներ կունենա։ Թող Ռոբերտ Քոչարյանը ապացույց ներկայացնի, Հայաստանը լավ, ասենք Հայաստանի հետ ինքը կապ չունի, ինչով էր մեղավոր, այ պիտի այդ հարցերը տալ, բայց քանի որ իշխանությունն ասել է, որ մեզ հարմար են իրենք, դրա համար չեն տալիս այդ հարցերը։ Ալեն Սիմոնյանը մեկ այլ հայտարարություններ է արել, ասում է բանը Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ է ընթանում, տարբեր կողմերից ֆինանսներ են տրամադրվում, շատ ուղիղ ասել է, որ Ռուսաստանը մեր հյուսիսային հարևանի կողմից եւս ֆինանսական միջոցներ են հատկացվում, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի։ Հիմա նույն Ալեն Սիմոնյանը պատրաստվում է նախնական տեղեկություններով հունիսին այստեղ ընդունել Մատվիենկոին իր ռուս գործընկերոջը։ Սա նորմալ է, էլի հարցը, չգիտեմ, գուցե անտրամաբանական է հնչում, բայց սրանք հարցեր են, որոնք առաջանում են այս հայտարարություններից հետո։ Տեսեք, շատ քաղաքացիներ ինձ ասում են, ինչի ես ասում, որ Փաշինյանը թող մեկնի մայիսի 9-ին Մոսկվա, որովհետև գիտեն իմ դիրքորոշումը Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, եւ ես ինչ եմ պատասխանում, ասում, եթե դու մեկնում ես, դու պիտի հարցադրումներ անես քո դաշնակցին, ճակերտավորված իրավիճակում դնես, ասես հիմա դու մեր դաշնակիցն ես, թե ոչ եւ այլն։ Նույնը Ալեն Սիմոնյանը, եթե նա ընդունում է տիկին Մատվիենկոին, կապերը չի խոսել, այդ հարցերը պիտի իր առաջ դնի, պիտի ասի մենք տեղեկություններ ունենք, ասում է, չէ՞, որ Ռուսաստանը այստեղ ներքաղաքակ չկա, հասկանում եք, ուղղակի բառեր են, ուզում եք հետ գնանք 3 տարի առաջ, էլի Ալեն Սիմոնյանը նույն սկավառակը նույն պատատում է, այսինքն եթե դու երկրի երկրորդ դեմքն ես եւ մեղադրում ես, որ քո երկրում Ռուսաստանը գործակալներ ունի եւ ոչինչ չկա, տեսեք ինչ եղավ Ռումինիայում, Սահմանադրական դատարանը հերացրեց թեկնածուին, որը ակնհայտ պրոռուսական քաղաքականություն է, դրան մեղադրելով այլ երկրի հետ կապերի մեջ, այդպես է օրենքը աշխատում։ Հիմա ինչ ասենք Ռումինիան դեմոկրատական երկիր չի։ Դեմոկրատիա նույնց եմ կրկնում չի նշանակում, որ ով ուզի Հայաստանում ինչ ագիտացիա պիտի անի։ Կամ այդ օրենքը, որ ընդունեցին Վրաստանում, այստեղի ընդդիմությունն էլ հրճվեց, որ ինոագենտների շատ ներողություն կոչված։ Բամի հետ եկեք այդ նույն օրենքով Ռուսաստանից ֆինանսավորվող կայքերի մասին խոսենք, դրանք էլ ուրեմն պիտի փակվեն, չէ՞։ Միայն արևմտյան իբրև թե դրամաշնորհով գործողները չպիտի լինեն, եւ եթե ռուսականները փակվեն, երևի կայք չի մնա Հայաստանում։ Տիկին Դալաքյան, Ռուսաստանի կողմից այստեղ իշխանափոխություն անելու այդ թեզը, որը տարբեր կողմեր, տարբեր ժամանակներում շրջանառում է, սա որքանով է հիմնավորված, այ ինչու պետք է Ռուսաստանը ցանկանա իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը հիմա նպատակ ունի Հայաստանում իշխանափոխություն անել, համենայն դեպս չեմ կարծում, որ 4-5 տարի նա ցանկանում է, արդեն խոսում ենք, չէ, 5 տարի է, որ իշխանափոխություն անել, Բագրատ Գալստանյան եւ այլն տարբեր դեմքերով, բայց չի կարողանում, ոչ, Նիկոլ Փաշինյանը չի հատել Վլադիմիր Պուտինի կարմիր գծերը, նա չի դուրս եկել հապկից, չի դուրս եկել ԵՏՄ-ից, չի հանել ռուսական 102-րդ բազա սահմանապահների այստեղից դուրս գալը հակառակը Ռուսաստանը ասում է, տեսնում եք, որ մեր դաշնակիցը չէ, մենք հանեցինք, դրանով իրենք չեն կորցնում ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի դեռ ունեն ռազմական ներկայություն։ Բացի այդ Վլադիմիր Պուտինը ինչքան էլ անձնապես գուցե չհավանի, շատ ներողություն Փաշինյանին, այլ ընտրանք նա այս բան չունի, որը կարող է բերել իշխանության, շատ լավ գիտի Ռուսաստանի ղեկավարը, որ Ռոբերտ Քոչարյանը այստեղ հեղինակություն չունի։ Սա այն թվերը չի, որ ստիպողաբար բերեն այստեղ իշխանությունը։ Ժողովուրդը շատ բացասական ու գնահատական ունի եւ Ռուսաստանի հետ կապված եւ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն այստեղ բնակչությանը չեն երկրից դուրս հանելու։ Դրա համար այլ հարց է, որ Վլադիմիր Պուտինը եթե կարողանա Ուկրաինայում, ես միշտ նշում եմ, հասնել իր նպատակին, գուցե թեքվի Հարավային Կովկաս եւ այո, արդեն ուժով Բելարուսի օրինակով այստեղ փորձի իշխանություն հաստատել, բայց այս պահին նա ոչ այդ ռեսուրսը ունի, ոչ էլ ցանկությունը, ոչ էլ ինչ որ առումով Փաշինյանը իրեն խանգարում է։ Տեսեք, անդադար ասում է գործակալներ են, մեր երկիրը քանդում են, բայց ոչինչ չի անում։ Ինչ տպավորություն ունեք այլընտրանքային ուժերը կամ այն ուժերը, որոնք իրենց համարում են այլընտրանքային, նրանք այս ընտրական, նախընտրական մրցապայքարում կկարողանան
ամուր ոտքի վրա կանգնել եւ ինչու՞ չէ ստանալ հանրության քվե։ Ցավալիորեն նախ չեմ տեսնում համախմբում Հայաստանում այդպիսի ես տեսակետ ունեմ յուրաքանչյուրը որ ասում իրեն վարչապետ է պատկերացնում անկեղծ եմ ձեզ ասում լիդեր է պատկերացնում եւ ես չեմ իհարկե վիրավորանքով չեմ ասում բայց ամեն մեկը արդեն որոշել է իր տեղը ապագա խորհրդանում եւ սա խանգարում է մարդկանց միավորվել այստեղ գաղափարների խնդիր չի իզմերի խնդիրը չի այլ գուցե պաշտոնների գուցե չգիտեմ այլ տեղերից էլ են սնվում օրինակ մարդիկ կան ասում են մենք երրորդ ուժ ենք բայց տեղեկություններ կան որ այդքան էլ անկախ չեն տարբեր անձանց հետ կապ ունեն հատկապես նախկին իշխանությունների այնպես որ ես բոլորին չեմ կարող sense հատիկ առ հատիկ անդրադառնալ բայց ընդհանուր առմամբ ես չեմ կարծում որ 26 թվականին ընթരാճ որևէ այլ ընտրանքային ուժ կուզեվոր իհարկե դա ցավալիորեն եմ ասում Շքերթին դուք շքերթին մասնակցությանը կողմ եք Փաշինյանի ասում եք եթե հարցեր բարձրացնի բայց հարցեր բարձրացնել արդյոք կփոխի իրավիճակ Տեսեք, օրինակ Ալիևը ինչպիսի քաղաքականություն է Ռուսաստանի հանդեպ իրենց խորհրդանում 2-3 օր առաջ մեղադրեցին Ռուսաստանին Ադրբեջանի վրա հիբրիդ հարձակում իրականացնելու մեջ, բայց Պուտինը նրա կնոջը մեդալ է շնորհում, այսինքն հարգվում է նա, եկեք մի քիչ թաղային օրենքներով, քանի որ Վլադիմիր Պուտինն այդպես տղայական իբրև թե օրենքներն է արգում ոչ թե միջազգային իրավունքը, հարգում են նրան, ով նույնիսկ եթե թույլ է, չեմ կարծում Ալիևը Ռուսաստանից ուժեղ է, բայց դիրք ունի Հիմա Հայաստանը, եթե մենք դուրս չենք գալիս, իդեալական կլիներ ԵՏՄ-ից դուրս գալ, ՀԱՊԿ-ից դուրս գալ եւ դառնալ ինքնիշխան, փորձել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ խորացնել հարաբերությունները։ Հիմա անդամակցության մասին բարձր որ խոսք չի գնում, բայց եթե մենք դա չենք անում, ընդհանրապես փախ ենք անում, հիվանդանում ենք, ոչինչ չենք ասում, ասում ենք երրորդ երկիր է, ավելի լավ չի գնանք, համես չեն մեղադրի, որ չեկանք եւ մենք արևմտամետ ենք, դրանով էլ կբացատրեն այն, որ չեն պաշտպանում Հայաստանին, այդ գործիքը կվերսեք ձեռքերից։ Գուցե Վլադիմիր Պուտինը հաճելիորեն զարմանա, որ Հայաստանն էլ կարող է դժգոհություններ ունենալ, բայց ոչ Ալեն Սիմոնյանի շուրթերով, այլ Հայաստանի ղեկավարի։